Իսրայելը հարվածել է Իրանին։ Իրանական լրատվամիջոցները մի քանի տեսանյութ են հրապարակել Թեհրանից։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների էլ Իրանի տարածքում հարվածներ են հասցվել մոտ 30 թիրախի, այդ թվում Իրանի նախագահի նստավայրին և հետախուզական ծառայության գլխավոր շտաբին։ Իսրայելն արտակարգ վիճակ է հայտարարել Իրանի հնարավոր հարվածի ֆոնին։ Ըստ Ցախալի ներկայացուցչի, երկրում գործելու են միայն կենսական նշանակություն ունեցող օբյեկտները։ Փետրվարի 27-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն էր հայտնել Իրան-ԱՄՆ բանակցություններից։ Թրամփը հայտարարել էր, նրանք պատրաստ չեն մեզ տալ այն, ինչ մենք պետք է ունենանք։ Մինչ Իսրայելի հարվածները փետրվարի 27-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ լարված իրավիճակով պայմանավորված իր դիվանագիտական կորպուսին ժամանակավորապես դուրս է բերում Իրանից։ Բրիտանական կառավարությունն ըստ չինական Սինխուա գործակալության Իրանում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է ավելի քան զգոն և զգույշ լինել ու հետևել անվտանգության նախազգուշացումներին։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջոցով միջուկային զենք ստանալու վերաբերյալ առաջարկ չեմ ստացել, բայց ուրախ կլինեի, հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Առնվազն 274 աֆղանստանցի զինծառայող է մահացել, ավելի քան 400-ը վիրավորվել Պակիստանի պատասխան գործողությունների հետևանքով։ Իսլամական Հանրապետության զինված ուժերի հասարակայնության վարչության ղեկավար Ահմեդ Չաուդրիի խոսքով Պակիստանի բանակը նաև ոչնչացրել է աֆղանական 73 հենակետ, ևս 18-ը վերցվել է հսկողության տակ։ Բացի այդ, ոչնչացվել է ավելի քան 115 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում տանկեր, զրահափոխադրիչներ և հրետանային միջոցներ։ Աֆղանստանը հարձակումների նոր ալիք է սկսել Պակիստանի սահմանին։ Ըստ Ariana News-ի, մարտական գործողությունները սկսվել են Հոստ և Պակտիա նահանգներում։ Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպան Մարիա Լիվալան կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք են ներկայացրել Հելսինկիում Ռուսաստանի դեսպանության դիմաց Ռուսաստանի Դաշնության դրոշն այրելու կապակցությամբ, հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Թուրքիան և Վատիկանը համաձայնության են եկել ֆինանսական հետախուզության ոլորտում համագործակցության վերաբերյալ, գրում է Ermeni Haber-ը։ Ստորագրվել է հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորումների, փողերի լվացման, ֆինանսական հետախուզության փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Ադրբեջանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Շամախիի շրջանում է եղել։ Էպիկենտրոնում ուժգնությունը եղել է 5 բալ, հարակից շրջաններում զգացվել 3-ից 4 բալ։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։